Հարուստները շահելու են, հասարակ մարդիկ տուժելու, կարծում են քաղաքացիները։ Զորակոչիկները շատանալու են, երկրից փախածները վերադառնալու։ Նախագծի հեղինակն է կարծում. բանակը քանդելու են, պաշտպանությունը նվազեցնելու։ Սա էլ ընդդիմադիրների կարծիքն է։ Ընդամենը օրինականացնում են բանակից գումարով ազատվելու արատավոր սովորությունը։ Սոցիալ-հոգեբանական բնագավառի ուսումնասիրություններ կատարել են, պատվիրակել են այդպիսի մի հանգամանքի ուսումնասիրություն որևէ կենտրոնի, որ այս նախագծի փոփոխությունը կհանգեցնի արդյոք բանակում թվաքանակի ավելացմանը, թե նվազեցմանը, որտեվ եթե մենք նայում ենք, միտումը թվաքանակի ավելացումն է, չէ՞, եւ որակական բարելավումն է, բայց այս պարագայում մեր մենտալիտետային գծերը հաշվի առնելով, ազգային գծերը հաշվի առնելով եւ բանակի այսօրվա իրավիճակը հաշվի առնելով, մենք սրանով կունենանք դրական միտում, թե բացասական միտում։ Ես կարծում եմ, որ միտումը բացասական է լինելու։ Հովհաննիսյանը կարծում է, մի շարք հայ ընտանիքներ փորձելու են ամեն գնով գտնել գումարն ու իրենց երեխաներին ազատել ծառայությունից։ Ոչ թե հայրենիքին չեն ուզում ծառայել, այլ բանակը որպես համակարգ, գործող իշխանությունը գրավիչ չի դարձնում։ Փաստաբանին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել, հասկանալու ինչպես եւ ում պետք է վճարեն գումարն ու ազատվեն։ Այսինքն Հայկ Սարգսյանի նպատակը մեծացնել բանակում ծառայողների թիվը կարծես այդքան էլ մոտ չէ իրականությանը։